թուրքը վախեցավ, չի խփի։ Եթե տեսավ թույլ ես, թուրքի ոտքերի տակ գալարվողը չի կարող ապահովել խաղաղություն։ Հետայից նայում ենք, ամենաշատ պատերազմները հենց այս իշխանության օրոք են եղել, օրինակ 3 մեծ պատերազմ են իրենց օրոք եղել, Արցախն ենք մենք կորցրել։ Չկա մի բան, որ ցույց տան մարդկանց ասեն, այ սա արել ենք, վստահեք մեզ, որ էլի ավելի լավն անենք, հա։ Միակ բանը շանտաժն է։ Առաջարկներ եղել են անցածում, որ անցյալ տարիներին, որ մենք եվրոպական երկրներից գնումներ անենք, ինչ որ Ռուսաստանից ասեն, չէ, մենք չենք թողնում։ Ֆրանսիան Իրանի տարածքով չի կարողանալու բերել։ Իրանը ՆԱՏՕ-ի անդամ երկրին իր օդային տարածքը չի տրամադրելու, որ թրթիռները կան տեղացնել։ 16 թվականի հոկտեմբերին կառավարության նիստում Ալիևի հայտնի հայտարարությունը, որ փակ դռների հետևում ինձնից պահանջում են ճանաչել Ղարաբաղի, այո, իր ձևակերպման Ղարաբաղի Արցախի անկախությունը։ Բայց հետո պարոն Ջամալյան, 2 ամիս սպասենք, տեսնենք հետոն խոստումնալից է ըստիս։ այ օրինակ հիմա մենք նախընտրական քարոզարշավի փուլում ենք ու իշխանությունը շատ է թիրախավորում ընդդիմությանը, որ իբրև թե ընդդիմությունը պատերազմ բերող ուժ է, այսինքն գալու են ու իրանք պատերազմ բերեն, բայց եթե հետայից նայում ենք, ամենաշատ պատերազմները հենց այս իշխանության օրոք են եղել, օրինակ 3 մեծ պատերազմ են իրենց օրոք եղել, Արցախն ենք մենք կորցրել, օրինակ այդ կարծրատիպ այդ միֆը մենք ոնց կարանք կոտրենք, որ ամենաշատ պատերազմ իրանք օրոք են բերել ու սկսենք քննարկել պատերազմները ձեր ոլորտին համապատասխան։ Դե տեսեք, սա տեխնոլոգիա է, ընդ որում իրենց մատուցված, իրենց տերերի կողմից նախ աղետը բերել, հասարակության ողնաշարը կոտրել, հետո հերթական աղետով ահաբեկելով հասունացնել զիջումների գաղափարը, կոտրել վերականգնվելու գաղափարը ու այդպես անընդհատ վերարտադրվել իրենց իշխանության պարագայում։ Սա դրսից ներմուծված ուրեմն բան է, սցենար է։ Եվ այստեղ ընդհանրապես ճկուն միտք, սթափ միտք է պետք ունենալ հասկանալու համար, որ խաղաղությունը միայն ու միայն ուժի արդյունք կարող է լինել։ Ուժեղես, թիրախ չես, թշնամին գիտի, որ եթե ոտնձգություն կատարի, պատժվելու է, գիտի, որ եթե փորձի անգամ ինչ-որ բան անել, շատ ուժգին պատասխան կստանա, անկառավարելի ռիսկերի հետ կառնչվի եւ այդ պարագայում դու կլինես անխոցելի եւ այդ պարագայում մենք կունենանք արժանապատիվ խաղաղություն։ Թույլ լինելով, թուրքի ոտքերի տակ գալարվելով, խաղաղություն աղերսելով, մենք ստանալու ենք հերթական ագրեսիան։ Ընդ որում հանճարեղ պետք չի լինել, սա պարզ տրիվիալ ճշմարտություն է, մարդկային էության մի մասն է, մարդկային հանրույթի, եթե չգիտեմ, քանի հազարավոր տարիներ մարդկությունը գոյություն ունի, մարդկության պատմության տրամաբանությունն է։ Ուժեղ ես, թիրախ չես, ուժեղ ես, կապրես խաղաղ, թույլ ես, թիրախ ես, քեզ անընդհատ կհարվածեն, ի վերջո մեզնից շատ ավելի փորձառու մի պետական գործիչ կա, չէ, Չերչիլ ազգանունով։ Ինչ է ասել հայտնի Մյունխենյան, այսպես կոչված Մյունխենյան դավադրությունից հետո մենք ունեինք ընտրություն արժանապատվության եւ պատերազմի միջև, ընտրեցինք, չէ, ներողություն, նվաստացման եւ պատերազմի միջև, ընտրեցինք նվաստացումը, ստացանք պատերազմ։ Ֆորմուլա է, միշտ աշխատելու է։ Էնպես որ եթե չես ուզում դառնալ թիրախ, եթե չես ուզում թուրք-ադրբեջանական տանդեմի հարվածը, եթե չես ուզում, որ կրկին աղետը գա մեր դուռը թակի, պետք է վերականգնվել, ուժեղանալ, միայն ու միայն վախն է, որ կարող է օրվա թուրք-ադրբեջանական տանդեմի էլիտային, այսպես ասենք, վերնախավին հեռու պահել մեր հանդեպ նոր հարձակումից։ Դե բացի այդ խաղաղությունը ճիշտ արժանապատի պետք է լինի ու ամենակարևորը ռազմական բալանսը խախտված չլինի։ Այ օրինակ նախկին իշխանությունների օրոք էլ եթե բալանսը խախտված եղել ռազմական առումով, բայց դիվանագիտությունը ինչ որտեղ ավելի ուժեղ ա եղել ու պատերազմ չեն եղել, իսկ հիմա ոնց է ընդհանրապես ռազմական բալանսի խախտվածությունը։ Ռազմական բալանս ասվածը շատ բարդ ու բազմադեմ մի բան է։ Եթե մենք խնդրին մոտենում ենք զուտ քանակական տեսակետից, ապա մենք երբեք ավելի շատ չենք եղել, քան Ադրբեջանը, հա, մեր զինված ուժերի պոտենցիալը զուտ քանակական առումով երբեք ավելին չի եղել, քան Ադրբեջանին, բայց մենք ունեցել ենք որակ։
Իհարկե եղել են խնդիրներ, ամենուր կան, բայց այդ ամբողջ խնդիրներով հանդերձ մենք ունեցել ենք այնպիսի առավելություններ որակական թշնամու հանդեպ, որ փխրուն խաղաղությունը կարողացել ենք պահպանել եւ եկեք ֆիքսենք, որ 1994-ից հետո ամենամեծածավալ բախումը եղել է 16-ի ապրիլին, այն էլ սահմանափակ ուժերի ու միջոցների կիրառմամբ ադրբեջանական կողմից եւ ձախողվել է։ Ինչու եմ ասում ձախողվել է ադրբեջանական ագրեսիան Արցախի հանրապետության դեմ, որովհետեւ այն խնդիրը, որ ի սկզբանե դրված է եղել Ադրբեջանի զինված ուժերի առջև, չի կատարվել։ Իսկ իրենք խնդիր ունեին աճ ու ձախ թևերից պաշտպանության բանակի ճեղքել, խորանալ, մխրճվել մեր տարածքի մեջ մոտ 10-15 կիլոմետր եւ հետո նոր հարվածել կենտրոնից։ Այդ խնդիրը իրենք լուծել չեն կարողացել։ Իրենք առաջացել են, իրենք կարողացել են վերցնել առաջին էշելոնի մի քանի հենակետ եւ վերջ կանգնել է, կասեցվել է ագրեսիան, մենք տեղ-տեղ կարողացել ենք վերականգնել մեր դիրքերը, տեղ-տեղ ոչ, բայց պաշտպանության բանակի ուրվագիծը սկզբունքորեն չէր փոխվել եւ հարձակման ռեսուրսը սպառվել էր 4-րդ օրը ադրբեջանական։ Եվ ինչներ է այստեղ մեր առավելությունը, այդ բալանսի մասին չի խոսում։ Ի թիվս բուն ռազմական կողմի շատ կարեւոր է բարոյա հոգեբանական կողմը, գիտեք, հանդուգն նախաձեռնողականության իրավունքը, որ դու քեզ կարող ես վերագրել։ Այսինքն ապրիլյանի հաջողության գրավականը եղել է այն, որ մենք մոտ 26, եթե ոչ ավելի անգամ կանխարգելիչ հարվածներ ենք հասցրել թշնամուն, ընդ որում ոչ միայն քառօրյային, ես ուզում եմ հիշեցնել, որ 16-ի ապրիլի վերջին, մայիսի սկզբին թշնամին էլի փորձել է հրադադարը խախտել, երկրորդ փորձը ձեռնարկել ագրեսիայի եւ առհասարակ չի հաջողել, որովհետեւ կանխարգելիչ կրակով այդ հարձակողական խմբավորումը, որ երկրորդ անգամ պետք է հարված հասցներ, ոչնչացվել է կենտրոնացման շրջաններում։ Այ օրինակ բալանսի մասին, որ խոսում ենք, եթե դու քեզ վերագրում ես հարված հասցնելու իրավունքը, կանխարգելիչ ցավոտ հարված հասցնելու, ու երբ դու ռեսուրսների սահմանափակման հետ գործ ունես, ավելի սահմանափակ են քո ռեսուրսները, քան թշնամունը, բալանսը պահելու համար դու պետք է լինես ավելի հանդուգն նախաձեռնողականություն հանդես բերես ու կանխես քեզ ուղղվելիք հարվածը։ Սա մեկ, այսինքն մենք ունեցել ենք այս պատրաստակամությունը առաջինը հարվածելու, կիրառել ենք ու թշնամին գիտեր, որ մենք խոսքից գործի ենք անցնելու եւ սա լրջագույն զսպող գործոն էր եւ ապրիլյանը սրա վառ օրինակն է։ Երկրորդը բալանսի առումով, տեսեք, մեր հրամանատարական կազմը Արցախյան առաջի ազատամարտի բովով անցած հրադադարային այդ ամբողջ ժամանակաշրջանում կայացած հրամանատարներն էին, ովքեր ունեին այդ հանդուգն նախաձեռնողականությունը։ Տեսեք, Նապոլեոնի կոնցեպտը ռազմական տաղանդի որն է։ Նապոլեոնը ասում է, զորավարը պետք է եւ հզոր կամք ունենա եւ հզոր ինտելեկտ, եւ այդ երկուսի միասնությունն է, որ զորավարին դարձնում է տաղանդավոր ու ապահովում է հաղթանակը, որովհետեւ եթե այդտեղ էլ բալանսը խախտված է, ինտելեկտը կա, կամքը չկա, ամենահանճարեղ մտահղացումը կյանքի չի կոչվի, որովհետեւ զորավարը չունի այդ դրա կամքը, եթե կամքը կա, ինտելեկտն է կաղում, այստեղ գործ ունենք ավանտյուրիզմի հետ, բայց երբ երկուսը համատեղ կա, հաղթանակը ապահովված է։ Հիմա մեր հարստությունը եղել է այն, որ մենք ունեցել ենք ամենաբարձր օղակից, ստրատեգիական օղակից ընդհուպ մինչև վաշտ օղակ, հանդուգն նախաձեռնողականություն ունեցող հրամանատարներ, ովքեր իրենց տեղում, իրենց օղակում կարող էին այնպիսի որոշումներ կայացնել, այնպիսի գործողությունների դիմել, որ ուղղակի կաշկանդեին թշնամու կամքը։ Եվ ես հիմա օրինակ առիթը օգտագործելով պետք է ասեմ, որ հենց հիմա մեր պետականակենտրոն ուժերից մեկի ուժեղ Հայաստանի առաջին դեմքը անվտանգության ասպարեզի հենց այդպիսի հանդուգն նախաձեռնողականություն ունեցող մեր լեգենդար զինվորականներից մեկն է Արթուր Ավանեսյան։ Կանտասը։
այո, Կանդազը, ում անունը միայն Աուսարսափ էր ներշնչում, ով մեր 10-րդ լեռնահարցակային դիվիզիայի սիմվոլներից մեկն էր եւ մարդ, ով ուժի խորհրդանիշ է, խաղաղություն պարտադրելու խորհրդանիշ է, իդեպ վիրտուոզ ճշգրտությամբ են ընտրել, հա, ուժեղ Հայաստանի մեր գործընկերները իրենց ուժեղ Հայաստանի ուժեղ դեմքին իսկապես որ վիրտուոզ ճշգրտությամբ են ընտրել հենց ուժեղ Հայաստանի ուժեղ դեմքն է եւ իր սերունդը ու իր նման իր տեսակը, որը հիմա էլ կա։ Այսա մեր հարստություններ այն ժամանակ հիմա էլ է մեր հարստությունը, որտեղ այդ հրամանատարները կան։ Եվ իսկ արդեն զուտ ռազմական կոմպոնենտը, գիտեք, քանակը իհարկե որակ տալիս է, բայց կռվելու պատրաստականությունը, իհարկե տեխնոլոգիական հագեցվածությունը, այստեղ մենք ունեցել ենք առաջընթաց։ Տեսեք, օրինակ 2017-ի սպառազինությունների պլանը, եթե այսպես շատ հպանցիկ անգամ նայես, կտեսնես, որ եթե դա կյանքի կոչվեր, ըստ էության 44 օրյան չէր էլ սկսվի, որովհետև պետք ձեռք էր բերվելու ըստ պլանի շատ մեծ թվով անօդաչուներ, հակաօդային պաշտպանության միջոցներ, հայտնի Տորեմ 2-ներ։ Սա այն միջոցն է, որով մենք կարող ենք շատ հաջող կերպով դիմակայել բայրակթարներին, հա, եւ եթե այդ ամենը կյանքի կոչվեր, մենք կունենայինք շատ լավ սպառազինված բանակ, եւ առհասարակ ես ասեմ, մինչեւ Նիկոլի իշխանության գալը 18 թվի մայիսի 8-ի դրությամբ նոր պատերազմի թեման ուղղակի փակ էր։ Ապրիլյանից հետո Ալիևը այդպիսի երկրորդ փորձ չեր ձեռնարկի, տեսնելով, որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկին, ել չասած Արցախի Հանրապետության մասին, մարդիկ են, ովքեր ոչ միայն պատրաստ են դիմադրել, այլև հաղթելու փորձ ունեն։ 16-ի ապրիլյանից հետո մեծ պատերազմի թեման փակ է եղել։ Եվ սրա ապացույցը այն էր, որ նաև նախագահ Սարգսյանին հաջողվել էր այդ հաղթանակը ապրիլյանի մի քիչ վերապահումներով իհարկե, բայց հաղթանակ էր, մենք դիրքային կորուստ ունեցել ենք, բայց Թուրքը իր արժև դրած խնդիրը չի լուծել։ Ըստ այդմ մենք վստահաբար ասում ենք, որ սա մի քիչ վերապահումներով, բայց հաղթանակ էր։ Հիմա այդ հաղթանակը նախագահ Սարգսյանը կարողացել էր տրանսֆորմացնել դիվանագիտական հաղթանակի։ Դրա արդյունքը եղել էին Վեննայի եւ Սանկտ Պետերբուրգի ուրեմն համաձայնությունները, ըստ որոնց ուրեմն Ադրբեջանը ըստ էության ճանաչում էր ձևավորված այդ բաժանարար գծի, հա, ես ասում եի Արցախի Հանրապետության պոտենցիալ պետական սահման, այսպես, հա, այդ բաժանարար գծի կայուն եւ տևական լինելը, սա Արցախի Հանրապետության սահմանների լեգիտիմացման առաջի քայլն էր ըստ էության, այս ինչ էին նախատեսում այդ համաձայնությունները, որ առաջնագծում պետք է տեղադրվեն միջազգային մոնիտորինգի մեխանիզմներ։ Սա նշանակում էր, որ այդ առաջնագիծը դառնում էր կայուն բաժանարար գիծ շատ տևական ժամանակի համար։ Մեզ համար սա Արցախի պետական սահմանի լեգիտիմացման առաջին քայլն էր։ Այսինքն 16-ից հետո երկրորդ ագրեսիայի ձախողմամբ մենք լեգիտիմացրեցինք Արցախի 12000 քառակուսի կիլոմետրի հանդեպ մեր իրավունքը եւ Արցախի ապագա սահմանների ուրվագիծը։ Այսինքն այնտեղ կարող է ինչ-որ բան փոփոխվեր, բայց ոչ էական, հա, հետագայում, որտեղ Ալիևը համաձայնվել էր սրան եւ ինքը հասկացել էր, որ կորցնում է ու չմոռանանք նաեւ 16 թվականի հոկտեմբերին կառավարության նիստում Ալիևի հայտնի հայտարարությունը, որ փակ դռների հետևում ինձնից պահանջում են ճանաչել Ղարաբաղի, այո, իր ձևակերպման Ղարաբաղի Արցախի անկախությունը։ Այսինքն, եթե ապրիլյանը հաղթանակ չլիներ, այդ հայտարարությունն էլ չէր, իսկ ինչու էր արել այդ հայտարարությունը։ Դիվանագիտական, այսպես խորամանկ մի քայլ է, արել էր, որպիսի հրահրի ներքին ընդդիմություն, սա դիվանագիտական մեխանիզմ է, շատերն են կիրառում այդ մեխանիզմը, որ տեղդ նեղ է, քեզ ճնշում են դրսից, վերջի հաղթաթուղթդ այն է, կոզերը, հա, այսպես ասենք, այն է, որ ժողովուրդս դեմ է։ Ինքը այդ հայտարարությունը արեց, այսպես վերևից
կառավարելի դիմադրություն առաջացնելու համար իր երկրում, որ դրսում ցույց տասի, տեսեք իմ ժողովուրդը դեմ է, բայց փաստը այն էր, որ իրեն այդ ճնշումները իր վրա կային, ու այդ ճնշումները հաջորդել էին ապրիլյանի, ուրեմն մեր այդ հաղթանակին, եթե հաղթանակ չլիներ, Ալիևը նման բան չէր ասի։ Եվ ապրիլյանից հետո պատերազմի թեման փակի, մեծ պատերազմի, որովհետև իրենք էլ էին իհարկե զինվում, մենք էլ էինք զինվում, բայց ինչ կատարվեց։ Նիկոլը դարձավ վարչապետ, այդ 17-ի սպառազինությունների պլանը ուղղակի այսպես քար ու քանդարեցին, սու 30 առանց հրթիռների, մի քանի անգամ այսպես Երևանի երկնքով պտտացրեցին, այդ ինքնաթիռները չեն էլ աշխատել։ Առանց հրթիռների են էլ Առանց հրթիռների, որովհետև դեռ մինչ Նիկոլի իշխանության գալը այդ ինքնաթիռների թեման եղել է, մեզ առաջարկվել է, բայց ասել են, որ հրթիռները ժամանակակից զուտ արդյունաբերական հզորություններով պայմանավորված արագ մեզ տալ չեն կարող։ Որոշակի ժամանակ հերթի պետքա կանգնեինք, զուտ, որտեղ այնտեղ պատվերներ ունեին, բան կտային, կստանայինք, ոչ մի խնդիր սպառազինությունների հետ կապված ռուսների հետ լուրջ խնդիր չի եղել։ Տեխնիկական, այո, ձգձգումներ, այո, բայց լուծելի խնդիրներ են եղել, բայց քանի որ մենք այդ ժամանակը չենք ունեցել, այն ժամանակ որոշվել է դրա փոխարեն այլ փոխհատուցող ինչ-որ մի բան, այդ հակաօդային պաշտպանության համակարգեր, անօդաչուներ, այլ բաներ, որ բալանսը պահեն, հա, թշնամու հետ հնարավոր բախման ժամանակ, ու փակեր պատերազմի թեման։ Ու եկավ Նիկոլը, ու իր իշխանության գալուց անցավ 2 տարի 4 ամիս 19 օր ու պայթեց 44 օրյան, ու այստեղ կարելի արդեն ավելի մանրամասնել։ Հա, օրինակ, եթե գնանք 18 թվականից գանք, այդ շատ կարևոր բան ասացիք, որ բարեհոգեբանական վիճակը զինվորների համար շատ կարևոր է, ու ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, եկավ սկսեց ինչ-որ շինծու քրեական գործեր կարել մեր ռազմական էլիտայի վրա, օրինակ Յուրի Խաչատրովին, հենց այդ ժամանակ ձերբակալեց իր տղաների վրա, քրեական գործեր հարուցվեցին, նույն Սերյան Օհանյանի վրա մարդիկ, որոնք ունեին անցած ուղի, ու վաղը միսօր եթե ինչ-որ մի բան լիներ, իրանք միանշանակ կարային մեզ օգուտային ռազմական ոլորտում, ու այդ բանակի սպառազինության հետ կապված էլ ինչ-որ միֆեր է հորինել Փաշինյանը, որ չէինք կարողանում մենք ուրիշ երկրներից ինչ-որ զինտեխնիկա գնել, միայն Ռուսաստանից էինք մենք կարողանում, բայց դա էլ պարզվեց, որ միֆեր էր, մենք եթե ուզենայինք, կարող էինք եվրոպական երկրներից էլ գնենք, ուղղակի Ռուսաստանի զինտեխնիկան շատ ավելի մատչելի գնով ենք մենք կարողանում գնեինք, ու հենց այդ ռազմատեխնիկական փոխհարաբերությունների գնումներն էլ մեզ թույլ էր տալիս, որ դիվանագիտական հարաբերություն Ռուսաստանի հետ էլ ավելի խորացնենք, ու հենց նույնն էլ փորձենք Ռուսաստանի օգնությամբ ճնշենք Ադրբեջան, օրինակ դուք լավ ասացիք, որ 16 թվականին Ալիևը ասում էր, որ իրեն փակ դռների հետևում ստիպել են, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը, դա էլ հենց Ռուսաստանի միջնորդությամբ է եղել, ինչ որ եվրոպական ուրիշ երկիր չի եղել, ու հենց 18 թվականից էլ էլի Ռուսաստանը մեր դիվանագիտ մեր դաշնակիցներ իրենց սկսեց վատացնել հարաբերությունները։ Այ օրինակ ո՞նց է եղել, մեզ առաջարկներ եղել են անցածում, որ անցյալ տարիներին, որ մենք եվրոպական երկրներից գնումներ անենք, ինչ որ Ռուսաստանից ասեն, չէ, մենք չենք թողնում, թե զուտ ցանկություն մեր մոտ չի եղել։ Ես ասեմ, հերթով բոլոր շատ հետաքրքիր ասպեկտներ այսպես անդրադարձակ, ափսոս ժամանակն է քիչ, ես կետ առ կետ շատ կարճ անդրադառնամ։ Վերջից սկսենք։ Տեսեք, ցանկացած հարց մեր ստրատեգիական դաշնակցի հետ լուծվել ու ապագայում էլ կարելի է լուծել, եթե նորմալ փոխադարձ հարգանքի սկզբունքից ելնելով հարցը քննարկում ես, ոչ թե համաձայնեցնում ու թույլտվություն ստանում, հա, այլ ուղղակի հարգանքի փոխադարձ հարգանքի տրամաբանությամբ քննարկում ես հարցը ու բերում ես մի այնպիսի լուծման, որը չի վնասում քո ստրատեգիական դաշնակցին։ Ու այնպիսի լուծման, որ ընդհակառակը ինչ որտեղ նաև ձեռնտու է իրեն։ Հիմա տեսեք, որ դա միֆ էր, որ մենք չենք կարող այլ տեղերից ձեռք բերել զենք, դա լկտի սուտ էր ու փաստ։ Մինչ այս աղետի իշխանության գալը մենք Լեհաստանի հետ ՆԱՏՕ-ի անդամ երկրին, որոնք ՆԱՏՕ-ի ոչ թե երկրորդ էշելոնի, այլ ՆԱՏՕ-ի առաջատար երկրներից մեկի, ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի հետ ունեցել ենք ռազմատեխնիկական համագործակցություն։ Եղել է Լյուբավա Արմենիա համատեղ ընկերությունը, եւ ռազմաարդյունաբերության ասպարեզում մենք համագործակցել ենք այդ ընկերության միջոցով, մասնավորապես մեր T-72 տանկերի կառավարման համակարգի, կրակի կառավարման համակարգի արդիականացման հարցում, այնտեղ էլի ինչ-որ ուղղություններ են եղել։ Բայց այդ ինչպես պատահեց, որ այդ
ասպեկտը համագործակցության դիվանագիտական սկանդալի չբերեց Ռուսաստանի հետ, ռուսական ինչ-որ հակազդեցություն մենք չտեսանք, որովհետև դիվանագիտություն ունենք, որովհետև դիվանագիտությունը աշխատում էր։ Մենք մեր ստրատեգիական դաշնակիցների հետ խոսել ենք, խնդիրը ներկայացվել է, հարցը շատ հստակ է դրվել, որ սա ոչ միայն ձեր դեմ չի, այս համագործակցության համատեքստում չկա ոչինչ, որ սպառնա հայ-ռուսական դաշինքին ու Ռուսաստանի կենսական շահերին, եւ ավելին, քանի որ խոսքը ՆԱՏՕ-ի երկրի հետ համագործակցության մասին է, ես ասեմ, Ռուսաստան-ՆԱՏՕ լարված հարաբերությունների ֆոնին դաշնակցի միջոցով քո հակառակորդի հետ կապը ինչ որտեղ նաև ստրատեգիական դաշնակցին ձեռնտու կարող է լինել, որովհետև այն հարցերը, որ տետատետ չեն կարող լուծվել, կարող են միջնորդավորված ձևով լուծվել, կամ թեկուզ այդ նույն Լյուբովը Արմենիայի հետ համագործակցությունը ինչ որտեղ նաև կարող է ձեռնտու լինել Ռուսաստանին նոր տեխնոլոգիաները անուղղակի ձևով վերցնելու առումով, այսինքն այնպես չի, որ եթե դու Ռուսաստանի հակառակորդ մի պետության հետ համագործակցում ես, դա անպայման պետք է բերի հակազդեցության Ռուսաստանից։ Ոչ, ուղղակի հարցերը ճիշտ ներկայացնել եւ ճիշտ դիվանագիտություն բանեցնել է պետք։ Լյուբովը Արմենիայի ես սա ենթադրություններ եմ անում, այդպեսի, հա, ուղղակի իմ տեսակետն է։ ՆԱՏՕ-ի հետ, ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ համագործակցությունը ռազմատեխնիկական առումով ինչ որտեղ կարող է նաև լինի ձեռնտու Ռուսաստանին, որովհետև մենք նաև այն տեխնոլոգիաները, որ մեր համագործակցությամբ վերցնում ենք, մենք կարող ենք փոխանցել նաև մեր հետագայում ստրատեգիական դաշնակցին եւ փոխարենը ինչ որ բան ստանալ։ Մենք Ռուսաստանից այնքան բան ենք ստացել, հա, որ այդ փոխադարձության սկզբունքով մենք էլ մեր կողմից, այսինքն ռուսներն էլ կարող են ինչ որ բան ձեռք բերել, հա։ Սա այդ սխեման ինքնին, հա, որ դաշնակցի միջոցով հակառակորդից ստանալ այն ինչ ուղղակի հնարավոր չի ստանալ, իհարկե սխեման աշխատող սխեմա եղել է միշտ, աշխատելու է միշտ։ Սա մեկ, ընդ որում Նիկոլի իշխանության գալուց հետո այդ ընկերությունը փակվեց, ուղղակի փակվեց։ Հենց որ մենք դա լավագույն օրինակն է այն բանի, որ մենք ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ համագործակցել ենք առանց Ռուսաստանի հետ ուրեմն խնդիր ունենալու։ Հիմա ապագայում, եթե մեր ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման տեսանկյունից խիստ անհրաժեշտ է որևէ արևմտյան ընկերության ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ համագործակցությունը, որ մենք պետք է համագործակցենք, բայց մինչ այդ գրագետ դիվանագիտություն բանեցնելով, այնպես համագործակցելով, որ Ռուսաստանի կենսական շահերին սա չվնասի, մեր դաշինքին չվնասի, բայց միևնույն ժամանակ օգուտ բերի մեր ռազմաարդյունաբերության զարգացմանը։ Մենք էլ մեր հերթին, մեր դաշնակցի առջև պետք է մեր խնդիրը դնենք, որ իրենց համագործակցությունը Թուրքիայի հետ լայն համագործակցություն կամ Ադրբեջանի հետ մեր կարմիր գծերը չհատի։ Բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ հայ-ռուսական դաշինքի ամրությունը նրանով է պայմանավորված, որ այդ կարմիր գծերը մեր ու իրենց համընկնում են, եւ իրենք այսպես թե այնպես համագործակցելով Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ մեր կարմիր գծերը չեն էլ խախտել։ Թուրքերը տնտեսական համագործակցության համատեքստում ռուսների առաջ ինչ որ հավելյալ պահանջներ են միշտ դրել կապված Արցախի հետ, ռուսները երբեք ընդառաջ չեն գնացել։ Հա, Ադրբեջանին զենք էին վաճառում, սա խնդիր էր առաջացնում, բայց փոխարենը մենք այդ ինչ իրենց մատակարարում ենք, դրա հակընդդեմ զենքը ստանում ենք շատ մատչելի ու ձրի։ Սա էլ խնդրի ինձ ստվերային հակառակ կողմներ էլի, ընդ որում իրենց շատ բարձր գներով էին տալիս ու էլի այնտեղ նյուանսներ կային, որ ադրբեջանցիները դժգոհ էին, հա։ Իսկ մենք ստանում էինք դրա դեմ պայքարի միջոցները եւ շատ մատչելի ու ձրի շատ դեպքերում այնպես որ սա կապված զուտ սպառազինությունների ձեռքբերման ու համագործակցության հետ սուտ է այն տեսակետը, թե ռուսները մեզ թույլ չեն տվել այն ճիշտ այնպիսի սուտ է, ինչպես օրինակ հիշում եք, երբ Իսկանդերը մենք ստացանք, էլի այս նույն հակառուսական այս բանը սեգմենտը գրանտակեր, հա, տարածում էին ստեր, թե մենք հայ ստացել ենք Իսկանդերը իբր, բայց մենք կիրառելու իրավունքը չունենք։ Կոտը չեն տվել, հա, տենց էին ասում։ Անհետեթություն, իսկ 44 օրյայի վերջում Իսկանդերը կիրառվեց, ցավոք կիրառվեց Շուշիի վրա։ Իսկ կարելի էր ավելի շուտ կիրառել,
այն իմ քիչ առաջ ասած կանխարգելի չարվածի տրամաբանությամբ առաջի օրերին կարելի էր կիրառել եւ ստրատեգիական օբյեկտների վրա կիրառելը, զսպող բաներ չի կիրառվել, վերջի պահին Շուշիի վրա են կրակել, բայց կրակել են, չէ՞, ռուսները որևէ արգելք չեն դրել, այսինքն կրկին անգամ ապացուցվեց այդ սուտ թեզը, որ Իսկանդերը տվել են, բայց իրավունքը չեն տվել կիրառելու, անհեթեթություն, ասենք էլի, որ ուղղակի անհեթեթություն։ Հիմա այդ նույն անհեթեթության ժանրից է, էլի, թե իբր մենք ՆԱՏՕ-ի հետ կաշկանդված ենք եղել։ Ուղղակի ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ համագործակցությունը չի ունեցել այն առավելությունները, ավելի թանկ է եղել այդ սպառազինությունը, որ մենք կարող ենք ձեռք բերել։ Այնտեղ կա քաղաքական կոնտեքստ, որովհետև մենք պետքա վստահ լինենք, որ այն ինչ ձեռք ենք բերում, մարտի դաշտում կկրակի, հասկանում եք, իսկ մենք որտեղից վստահ լինենք, որ օրինակ այնպիսի մի իդեպ նույնը վերաբերում է հնդկական սպառազինությանը, հա, օրինակ տեսեք, ծրագրային ապահովումը շատ ու շատ ընկերությունների արտադրած զինամթերքի ապահովում են իզրայելական ընկերությունները։ Իզրայելական ընկերությունները իզրայելական պետականության գծից չեն շեղվում։ Իսրայելը համագործակցում է, ոչ միայն համագործակցում Ադրբեջանի հետ, այլ ըստ էության դաշնակից են իրար, եւ եթե իզրայելական ընկերության մատը խառնա մի արտադրանքի մեջ, որը մենք պետք է ստանանք, այստեղ կան մեծ վերապահումներ։ Ես մի բան օրինակ բերեմ։ 2024-ին Հեզբոլլահի հրամանատարական միջին օղակը Իսրայելը ոչնչացրեց, ոչ բոլորին, բայց լուրջ հարված հասցրեց այդ կազմակերպության կադրային ռեսուրսին, ինչպես իրենք պեյջերներ էին օգտագործում կապը պահելու համար, ենթադրելով, որ քանի որ պեյջերները անցյալ արդեն դարի բանա տեխնիկական շատ պրիմիտիվ ելնելով հենց այդ հանգամանքից կարծում էին, որ հուսալի կապ է, չի լսվում եւ այլ եւ այլ։ Մեծ իսրայելական հետախուզությունը պարզել էր, որ իրենք պեյջերներով են որոշում բանանել, հաղորդակցվել։ Ի սկզբանե այդ պեյջերների մեջ տեղադրել էր պայթուցիկ նյութ եւ հատուկ ծրագրային ծրագիր, որը X պայի պետքա պայթեր։ Եվ Հեզբոլլահի դեմ ռազմական օպերացիայի սկզբում այդ պեյջերները մի քանի տասնյակ հրամանատարների մոտ պայթեցին, սա հայտնի բան է, հա, եւ իրենք այդ կերպ իհարկե մեծ արդյունքի չհասան, որտեղ այնտեղ էլի մոզաիկայի սկզբունքով է հրամանատարությունը կազմակերպված, բայց այդ պահին մեծ կադրային կորուստ ունեցավ Հեզբոլլահը։ Հիմա մենք որտեղ ինչ վստահություն ունենանք, որ այն սպառազինությունը, որի ուրեմն այդ ծրագրային ապահովումը իսրայելական ընկերություններն են անում, ամենավճռական պահին այդ ծրագիրը չի կախվի, ուղղակի չի կարող այնպես լինի, որ դու պետք է այդ զենքը կիրառես, բայց ծրագիրը չաշխատի։ Ի սկզբանե հենց այդ կոդն է դրած այդ ծրագրի մեջ։ Սա ֆանտաստիկ բան չի, այդ պեյջերների օրինակը դրա վառ ապացույցն է։ Դրա համար երբ որ դու ձեռք ես բերում ոչ դաշնակցից ինչ որ բան, այստեղ 100 խնդիր կա։ Սկսած արդյոք այդ զենքը կկրակի թե կխափանվի, արդյոք քեզ որակյալ բան կտանա, թե չէ, ինչպես է, նախ շատ թանկ է, հա, ռուսները տալիս են ներքին գներով կամ ձրի, որտեղ իրեն ձեռնտու է, որ մենք այստեղ լինենք որպես սուբյեկտ, հա, ինչպես է զենքը բերելու, Վրաստանը օդը փակում է, ՆԱՏՕ-ի անդամ երկրի ձեռք բերած սպառազինությունը Իրանի տարածքով չես բերի որևէ պարագայում, հա, այսպես նյուանսներ կան, իսկ ռուսական սպառազինությունը Իրանի տարածքով ցանկացած իրավիճակում կգա ու տեղ կհասնի։ Հիմա Ֆրանսիայից բերել են բաներ, հակաօդային պաշտպանության միջոցներ, չգիտեմ քանի միավոր, Միստրալների մասին է խոսվում, լավ, խաղաղ ժամանակ է, Ֆրանսիան հարցը երևի դրել է, որ Ռուսաստանից Հայաստանին կտրելու համար պետք է այդ զենքը տեղ հասնի, որ իբր հայ հասարակությանը խափեն ցույց տան, ասեն, տեսեք, Ֆրանսիան, ՆԱՏՕ-ն այլընտրանքը հապկին, հա։ Եվ վրացիների հետ երևի աշխատել են, վրացիները թողել են, որ այդ մի խմբականակը դա տեղացնի։ Հա, բայց հարաբերական խաղաղ պահի է դա եղել։ Հենց կռիվ սկսվեց, Վրաստանը օդը փակելու է, որովհետև թուրքական ճնշումը վրացական իշխանությունների վրա բավական մեծ է, միշտ էլ փակել են 44 օրյան դրա փաստն է։ Հիմա այդ միստրալները տեղ են հասել, բայց կռվի ժամանակ դրա հրթիռները չեն հասնելու, փակվելու է ճանապարհը։ Ֆրանսիան Իրանի տարածքով չի կարողանալու բերել, Իրանը ՆԱՏՕ-ի անդամ երկրին իր օդային տարածքը չի տրամադրելու, որ հրթիռները կան տեղ հասնեն։ Հələ դա իր հերթին, բայց երբ որ այդ միստրալները առել են, բերել են, Ֆրանսիայի
զինված ուժերի նախարարը Երևանում ասուլիսի ժամանակ հստակ ասել է, որ հրթիռների թեման առանձին թեմա է, իրենք կքննարկեն, որովհետև Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համալիրի հզորությունը սահմանափակ է, պատվերները շատ են, հա, ու մենք շատ հերու հերթի մեջ ենք։ Արձակման կայանները, ռադարները եկել է, ինչով պետքա խոցես, դա չի եկել, հրթիռները այդ պահին չկային։ Կռվի ժամանակ էլի չի գալու։ Ստացվելու է, որ օրինակ այդ բաները հակաօդային բանի միջոցները այդ Su-30-ների ճակատագրին արժանանալու ստեղծան չեն աշխատելու մեծ հավանականությամբ, հա։ Էլ չասած, որ նույն այդ Միստրալների առավելագույն խոցման բարձրությունը կարծեմ 6000 մետր է, բայրակթարը այս վերջի մոդիֆիկացիաները 10000 դեռ ավելի բարձրությունից են խփում, այսինքն դու դրանով անգամ թուրքական անօթաչուների խնդիրներ չես լուծում, էլի։ Այնպես որ սպառազինություն ձեռք բերելը ունի աշխարհակաղակական ենթատեքստ, դու պետք է ձեռք բերելուց առաջ վստահ լինես, որ որակյալ բան ես ձեռք բերում, մեկ հուսալի, որ գիտես, որ կկրակի։ Երկրորդը սպասարկման բուն ձեռքբերման գինը, եթե մատչելի է կամ ծրի է, այստեղ էլ խոսելու տեղ չկա, բնականաբար ընտրում ես այնինչ քեզ գրպանիդ համապատասխանը, իսկ սա միայն Ռուսաստանի հետ է հնարավոր այդպիսի պայմաններով, արտոնյալ պայմաններով հապկում մեր լինելու թիվ 1 բանն է, պատճառն է, որ հապկում ենք, որպեսզի ձրի ու մատչելի զենք ժամանակակից սպառազինություն ձեռք բերենք, սպասարկման հետ կապված խնդիր չունենանք։ Ռազմամթերքի մատակարարման անընդհատության ապահովումն է, որ պետքա տեսնես աչքիդ առաջ դա լինի։ Այստեղ մենակ դաշնակիցը կարող է այդ անընդհատությունը մեր աշխարհագրական պայմաններով պայմանավորված ապահովել, նաև հաշվի առնելով Ռուսաստան-Իրան ըստ էության դաշնակցային հարաբերությունները։ Եվ անպայման լոգիստիկան պետք է հաշվի առնել, այսինքն դու կարող ես Եվրոպայից ինչ-որ մեկից զենք առնել, տեղ կարող է չհասնի ուղղակի։ Եվ այս 3 հանգամանքը Ռուսաստան այս 3 հանգամանքը մենք որևէ խնդիր 3 պոտենցիալ խնդիրը սպառազինության հետ կապված լուծում ենք Ռուսաստանի հետ էժան ենք ձեռք բերում կամ ձրի ենք ստանում ենք ժամանակակիցը մատակարարումների անընդհատությունը երաշխավորված է Всё, բոլոր այլ կողմերից այդ 3 կոմպոնենտները լիարժեքորեն ապահովել հնարավոր չի։ Հիմա կապված գեներալիտետի հետ։ Տեսեք, այնինչ կատարվել է Յուրի Խաչատուրովի հետ, սա, գիտեք, համազգային մասշտաբի խայտառակություն ու ամոթ էր, հա, որովհետև նախ կերպարով ես միշտ ասել եմ առիթը օգտագործելով կարմիր աստղի 2 շքանշան ուներ աֆղանական այդ ուրեմն պատերազմում ձեռք բերած, զորահրամանատարներ կան, որ առասարակ չունեն, մեկն ունենալն է մեծ բան, հա, իսկ ինքն ուներ 2-ը։ Այդ պահի դրությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դիրքը զբաղեցնող մարդ։ Այսինքն սա ոչ միայն ինչ ասեմ, երախտամոռություն ասեմ, այդ մարդու վաստակի հանդեպ, այնինչ կատարվեց երկրին հասցվեց շատ մեծ հարված վարկանիշային բոլոր ասպեկտներով, որ կողմից էլ խնդրին մոտենաս, սա ուղղակի սարսափելի հարված էր անվտանգությանը երկրի նման մարդու հետ այդպիսի վերաբերմունք, ուղղակի սա նողկալի մի բան էր։ Սեյրան Օհանյանի պարագայում մարդ ում ՀԱՊԿ քարտուղար Բարձուժան անվանում էր լեգենդար անձնավորություն։ Եվ էլի, հա, այդ մարտի 1-ի շինցու այս գործերով մարտի 1-ի սադրիչը իր վրայից ամեն ինչ մաքրելու համար ում։ Այսինքն ում էր, հա, առաջի պլան մեղում ու թիրախսարկում մարդկանց, ովքեր հաղթանակ էին կերտել ու էլի էին հաղթել։ Բայց ես լավատես եմ այն առումով, որ այս մարդիկ մեր ավագ սերունդն է, իրենք դեռ իրենց խոսքը ասելու են ապագայում։ Դե շատ կարևոր է, որ երիտասարդները նամանավանդ մեր սեգմենտը այս ամեն ինչը լսեն, հասկանան, որ այս իշխանության վարած քաղաքականությունը մեծամասամբ միֆերի վրա է կազմված։ Ցավոք մեր ժամանակը քիչ էր, ավելի լավ թեմաներից է կարենք խոսենք, ու մեր հետևորդներին խնդրենք, եթե իրենց դուր եկա մեր ոդքասթը, բաժանորդագրվեն, լայք դնեն ու զանգակի կոճակը սեղմեն։ Շնորհակալ ենք, որ եկաք։ Ես մի փոքր, եթե դեպ չեք, շատ կարճ ավելեմ, տեսեք, խաղաղության մասին են խոսում։ Փորձում են պատերազմով ահաբեկել մարդկանց, որպեսզի քվե գողանան, վերարտադրվելու
այլ շանս չկա, այսինքն չկա մի բան, որ ցույց տան մարդկանց, ասեն, այ սա արել ենք, վստահեք մեզ, որ էլի ավելի լավն անենք, հա։ Միակ բանը շանտաժն է։ Պատմության մեջ, ազգերի պատմության մեջ դժվար է գտնել նման օրինակ, երբ որ իշխանությունը զուտ շանտաժով փորձում է վերարտադրվի։ Հիմա, սիրելի ժողովուրդ, հատկապես երիտասարդության սեգմենտը, կլինենք ուժեղ, պատերազմ չի լինի։ Օրինակ, տեսեք, ժամկետային զինծառայությունը տարի ու կես սարքելը էլի կարելի է գնալ այդ քայլին, եթե դու իսկապես պայմանագրային զինծառայության սեգմենտը զարգացնելու ուղղությամբ լուրջ քայլեր ես անում։ Նոր իշխանության օրոք այդ քայլերը կկատարվեն, բայց նոր իշխանությունը այդ քայլերը այնպես կկատարի, որ բանակը շահած դուրս գա, ուժեղացած դուրս գա։ Կունենանք ուժեղ բանակ, կունենանք խաղաղություն։ Էլի եմ կրկնում, Արթուր Ավանեսյանի նման տղեկը եթե մտել են խաղի մեջ, եթե իրենց վրա պատասխանատվություն են վերցրել, հաղթանակ կերտած տղեկա, կանդազի պես տղեկը, եթե այսօր իրենց ուսերին բեռ են վերցնում, թշնամու ահուսարսափն է եղել։ Ուրեմն պետք է այս տղեկի հետևից գնալ, որովհետև միայն ու միայն կանդազի տեսակն է, որ բերելու է արժանապատիվ խաղաղություն, որովհետև եթե թուրքը վախեցավ, չի խփի։ Եթե տեսավ թույլ ես, թուրքի ոտքերի տակ գալարվողը չի կարող ապահովել խաղաղություն։ Պետք է ուժեղ լինես, պետք է անխուսափելի ջախջախիչ հարվածի հեռանկար լինի, որ պատերազմ չլինի։ Պատերազմին պատրաստվելով պետք է կանխես պատերազմը։ Կանդազի պես տղեկը պետք է լինեն որոշում կայացնող օղակում, որպեսզի թուրքը տեսնի ու հասկանա, որ այն հարվածը, որ ինքը պետք է հասցնի, կարող է ճակատագրական լինել իր համար, այնպիսի ռիսկերի բերել, որ ուղղակի անկառավարելի լինի։ Կորցնելու շատ բան կունենան, եթե հարվածեն, ու դա իրենց զսպի ու չհարվածեն։ Հետևաբար չի կարելի տրվել իշխանության էժան մանիպուլյացիաներին, խաղաղություն եք ուզում, խաղաղության սիմվոլը արժանապատիվ խաղաղություն կերտած կանդազն է իր տեսակով եւ պետք է գնալ հաղթանակ կերտածներին իշխանության բերելու ճանապարհով, որպիսի հաղթանակի հեռանկարից մեր հաղթանակի հեռանկարից սարսափելով, իր պարտության հեռանկարից սարսափելով թուրքը պատերազմ չսկսի։ Շնորհակալություն, պարոն Ջամալյան։ Ես էլ եմ շատ շնորհակալ։